Տիկին դատախազ իրականում եզրափակիչ ելույթի է գրանցվել, որպեսզի զեկույցին անդրադառնամ եւ այն բաց մնացած հարցերը, որոնք որ չէի հնչեցրել, դրանք տամ, բայց ցավոք սրտի մեր ընդդիմությունը այնպեսի բոցաշունչ տեքստեր ասեց, ես խնդրում եմ չընդհատել ինձ, ես ձեզ շատ մանրամասն լսել եմ։ Խնդրեմ Տիկին Մինասյան, պարոն Մինասյան, խնդրեմ։ Ես չնայած որ 99% դեպքերում ձեր հետ համակարծիք չէի, բայց լռում էի եւ լսում էի ինչքան էլ որ դա ինձ դժվար էր։ Խնդրեմ նույնը իրականացնել։ Համենայն դեպս մեր ընդդիմության գործելավոճը տարիներ շարունակ մնացել է նույնը։ Մարդիկ իրենց իսկ պատմության ընթացքում նախորդ թիվ երբ իրանք են իշխանության եղել, հետագայում անգամ հիմա վերջին ընտրություններին իրականացրած օրինախախտումները մշտապես փորձել են պրոյեկտել իշխանության վրա։ Նույնը վերաբերվում է Գյումրիի դեպքով, պարոն Մելքոնյանը ստեղ չի, կուզեի հենց իրեն նայելով ասել, որ պարոն Մելքոնյանը, ձեր խմբակցությունից Գառնիկ Դանելյանը գնացել նստել էին ընտրակաշարք բաժանող ուժերի կողքին ավականու նիստի ժամանակ։ Ընտրակաշարք բաժանող ուժերը այն ուժերն են, որոնք միավորվել են Վարդան Ղուկասյանի շուրջ, որի շուրջ քրեական գործերը արդեն իսկ 4 անձել տվել է խոստովանական ցուցմունք, իսկ Վարդան Ղուկասյանը նիստից հետո վերակենում ասում է ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանել, լրագրողները հակընդդեմ հարց են տալիս, ասում են ինչի՞ չեք վիճարկում ընտրությունները, ասում են դուք պետք է անեք, ասում են ինչի՞ չեք դիմում դատախազություն, ասում են դուք պետք է անեք։ Մարդը հայտարարություն է անում, որ ինքը ոչ լեգիտիմ ձայներով, այսպես ասած, ընտրված քաղաքապետ է, դրանից հետո մեղադրում է լրագրողներին, ասում է ընդունեք հանցագործության մասին հաղորդում, հետո մամուլով, ոչ մամուլով, ներողություն ավարտեմ, մամուլով, ոչ մամուլով, մարդը եթե ասում է կա, մարդը եթե ասում է կա, պարոն Մինասյան, ապարտեստանան դեր հարցից, մի վարկան, Տիկին Մինասյան, պարոն Մինասյան, մի վարկան, Տիկին Մինասյան, ավարտեք ձեր ելույթը։ Ձեր հարցին էլ պատասխանեմ, մարդը եթե ասում է, որ այս ինչ ձայները կեղծվել են, այն իրան շուրջ հավաքված քաղաքական ուժերի շուրջն էլ կա ընտրակաշարքների վերաբերյալ հաղորդումներ, ուրեմն այդ ամբողջ process-ը ոչ լեգիտիմ է։ Մնացած, եթե իր կարծիքով չի եղել 18 թվականից այն կողմ, թե համայնքային, թե հանրապետական ընտրություններ, որտեղ որ որևիցե քաղաքական ուժ, ոնց որ եղել է նախորդ 30 տարում, դիմել է Սահմանական դատարան կամ այլ մարմիններ, որ ընտրությունները համարի ոչ լեգիտիմ, չի եղել նման ուժ։ Եթե դուք կարծում եք, որ ընտրակաշարք է բաժանվել, ընտրություններ է խախտվել, այնտեղ հայտարարում են ես միշտ ցուցակների մասին, որոնք ընդհանրապես հրապարակված տվյալներ են մարդկանց, չի եղել քաղաքական ուժ, որ վիճարկի ընտրությունների արդյունքները 18 թվականից այսքան։ Ես չի եղել նման բան։ Տիկին Մինասյան, մի վարդ, ես բականին մենք ենք Պարոն Մինասյան, Տիկին Մինասյան, կնմիջեմ նիստը ժողովուրդ։ Մի վարկան, 21 թվականին ընդդիմությունը վիճարկել է համապետական արդյունքներն են։ Տիկին Մինասյան, դեռ ես եմ նիստը վարում, կամ հոգնել եք համապետական ընտրության արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում։ Իմ ընտրությունների արդյունքները վարչական դատարանը վիճարկել են, թե ոչ, հիմա այդ ինֆորմացիան կարող է իրականության մի վարկյան կարող համապատասխան, կարող չհամապատասխանի, բայց սա պարզապես քաղաքական խոսք է, քաղաքական վերլուծություն, անձը ներկայացնում է իր մոտեցումները։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտի։ Ինչ որ դուք Պարոն Մինասյան, ձեր ելույթը 100%-անոց ճշմարտություն չէր, առավել քան ես այնտեղ մենակ մի հարցում կարամ ձեր հետ համաձայն լինեմ, որ պետք է այո օրինականությունը հավասար լինի բոլորի համար, թե ընդդիմության, թե իշխանության, այո գործերի ձգձգումները խնդիր են, միայն այդ դիտարկման հետ եմ համաձայն։ Մնացած 90% ձեր ասած թեզերը ամբողջությամբ հերկվելի են։ Հիմա հերթով անցնեմ առաջ, ասում ընտրակաշարքը ինչի չի վերաբերվում իշխանություններին, ինչի տենց բան չեք հաղորդում չեք ընդունում։ Տիկին դատախազ, ես խնդրում եմ ձեզ հաղորդման հանցագործության մասին հաղորդում ընդունել, թե Մեհեր Մելքոնյանի, թե Վարդան Ղուկասյանի հրապարակային հայտարարությունը առ այն, որ
որ ԿՊ-ն ընտրակաշառք է բաժանել։ Եթե հանկարծ ու հանկարծ նման բան կպարզվի, բայց չնայած նրանց հայտարարությունները հիմնված են այսպես կոչված կեղծ էջերի վրա, հղում անելով տեղեկատվության վրա, վստահ եմ այդ կեղծ էջերի հետևում էլ նրանք են կանգնած, ես խնդրում եմ ուսումնասիրության առարկա սարքել։ Հաջորդ հարցը՝ ցեղասպանության ուրացում արտահայտությունը վերջի մի շաբաթվա ընթացքում բազմիցս լսել ենք։ Ինձ համար դա ամենամեծ ցավն է, վիրավորանքն է, որ անգամ ազգային ժողովում են նման տեքստեր հնչում։ Երբ երեք այդ ամենամեծ սուրբ օրով, ամենադաժան օրով լրագրողների մեծամասնությունը քաղաքականացնում էին այդ օրը եւ ամբողջությամբ հարցերը մանիպուլացնելով ասում կպատկերացնի կարծոք, որ իշխանությունները կգա օր, որ ցեղասպանության ուրացման մասով հայտարարություններ կանեն, ես ապշում էի ուղղակի, ապշում փաստ էին ներկայացնում մարդիկ այն, որը երբևիցե տեղի չի ունեցել, որը քրեական օրենսգրքով պատժվում է եւ իշխանությունների այն գործողությունները, որոնք միտված են եղել ցեղասպանության ճանաչման հարցում, կարծում եմ անուրանալի են եւ պարոն Մինասյան, ես հայցում եմ ձեզնից նույն զսպվածությունը այս թեմայով, որովհետեւ այն մեծ ողբերգությունը, որը տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, ես կարծում եմ ոչ ընդդիմությանն է պատկանում, ոչ իշխանությանը, ամբողջ հայ ժողովրդինն է եւ հերիք է քաղաքական դիվիդենտներ շահեք ցեղասպանության թեման շարունակելով։ Երրորդ հարցը խտրականության եւ իշխանություն ընդդիմություն հարցի վերաբերյալ ամբողջ հայ ժողովուրդը մեզ մեղադրում է մենակ մի հարցում, ինչի նախկին թալանչիները միջև այժմ պատժված չեն, դուք ասում եք խտրականություն կա իշխանության եւ ընդդիմության մեջ, ազգային ժողովի նախագահային մարդասպանության ծեծով սպանության հասցնելու մասով մարդը միջև հիմա նստած չի, դուք խոսում եք իշխանության եւ ընդդիմության տարանջատման մասին, բազմաթիվ գործեր կան, վերջերս վարչապետի վրա խնձոր նետած քաղաքացին է արդարացվել, դուք խոսում եք խտրականության մասին, այո, այսօր նախաքննական մարմիններից սկսած վերջերս դատարանները այնքան անկախ են Հայաստանի Հանրապետությունում, որքան անկախ չեն եղել ոչ ձեր, ոչ էլ նախորդ իշխանությունների օրոք։ Մյուս մասը Տիկին Թովմասյան, հայհոյանքը քաղաքական կատեգորիա, ես լիովին համաձայն եմ մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որ պետք է զուսպ լինենք, բայց ես ապշում եմ այն տեսանկյունից, որ մարդը խոսում է զսպվածության, քաղաքական էթիկայի մասին եւ մի հատ իր շուրջը չի նայում։ Նույն խմբակցության մեջ նենց падգամավորներ ունենք, որ նենց տեքստերով, նենց ելույթներ են ունենում, որ կարելի է գնալ կախվել ուղղակի այդ ելույթներից։ Խնդրում եմ, հորդորեք ձեր կողքը նստած, անմիջապես կողքը նստած քաղաքական դեմքին, որպեսզի ինքը ունենա այդ զսպվածությունը, որպեսզի ինքը երբևիցե նույն լեզվամշակույթով հանդես չգա խորհրդանում։ Եվ այո, ոչ միայն խորհրդանի մասին է խոսքը, սիրելի լրատվամիջոցներ, խոսքս եւ հորդորս ուղղում եմ ձեզ։ Մենք անցել ենք բոլոր սահմանները որպես հասարակություն, ոչ միայն քաղաքական առումով, իրար վիրավորելու, ատելության խոսք, սպառնալիքներ տարածելու մասով։ Կան լրատվամիջոցներ, որոնք հեռացնում են իրենց մեկնաբանություններից նման խոսք պարունակող հայտարարությունները։ Կան լրատվամիջոցներ, ուղղակի հայտարարություն են գրում, որ կհեռացնենք, բայց չեն հեռացնում, որ իրենց ձեռնտու է հեռացնում են, որը ոչ։ Ես անգամ տեսել եմ լրատվամիջոց, որ ինքն է լայվի տակ մոռացել է account-ը փոխի, ինքն է լայվի տակ ատելության խոսք տարածում լրատվամիջոցի անվանման տակ, դա անթույլատրելի է։ Եկեք մենք գոնե, եթե անգամ հարցազրույց եք վերցնում քաղաքացուց, քաղաքական պաշտոնյայից, որը որ ատելության, սպառնալիքի հայհոյանք է պարունակում իր մեջ, մի տեղադրեք այդ հարցազրույցները։ Ուղղակի փորձեք դաշտը մաքրել այդ գաղջից, որը հիմա է տիրում։ Տիկին Թովմասյան, սա նաև վերաբերում է ձեր վերահսկողության տակ գոյություն ունեցող լրատվամիջոցներին։ Հաջորդը սահմանական դատարան իշխանության շահը։ Ես ասում հորդորում եմ ջնջել մեկնաբանությունները, որն է վերաբերում։ Մի վարքան, սպասեք։ Ես չասեցի ձեզ վերաբերում, ասի, ձա վերաբերվում է ձեր լրատվամիջոցի, ձեր ենթակայության տակ լրատվամիջոցի խմբագիր, ունի պատասխանատու, Տիկին Մինասյան եւ Տիկին Թովմասյան։ Ես ելույթ եմ ունենում, ինձ մի ընդհատեք։ Ու մի տվեք, որ ինձ ընդհատեմ։ Կդիմեմ։ Հարգելի գործընկերներ, Հնարիկ ջան, լավ ուրիշ տարբերակ չլինի։ Ապատեղեկատվությունը հերքել։ Եթե հիմա չվերադառնաք բնականon հուն, ես ընդմիջում կհայտարարեմ։ Տիկին Մինասյան, ես ընդմիջում կհայտարարեմ։ Խնդրեմ Տիկին Մինասյան։
Սահմանադրական դատանի որոշումը մանիպուլացնելը տիկին դատախազ կխնդրեմ խոսքի վերջում իհարկե վերաբերում է ապօրինի գույքին դրա համար կարող եք մեկնաբանել, բայց սահմանադրական դատանը ինչպիսի որոշում է կայացրել եւ արդյոք այնտեղ արկա է իշխանության շահը թե ոչ, որովհետեւ էս էլ էր հստակ մանիպուլյացիա եւ վերջում կներեք տիկին դատախազ, որ իմ ամբողջ ելույթը նվիրեցի մեր ընդդիմության ներկայացուցիչների հակադարձելուն, բայց քանի որ նրանք ընդհանրապես տեղադրում են իրենց ելույթները ու հակադարձումները ոչ միտեղ իրենց նաև լրատվամիջոցներում չի հայտնվում, ես կխնդրեմ այս հնարավորությունից չէի կարազրկվեի, որ ընդդիմության մանիպուլյացիաներին արձագանքեի։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար եւ նաև զեկույցի համար։